ուղղակիորեն ասում է, որ 5 միլիարդի պակասը դա այն պատճառով էր, որովհետև Ռուսաստանը անվստահորեն է, չի վստահում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Հնարավոր չի միաժամանակ ԵԱՏՄ-ի եւ ԵԱՏ Եվրոպական միությունում լինել։ Պետք է հասկանանք, որն է այս գործող վարչապետի Հայաստանի որոշումների մոտիվները։ Իր հիմնական խնդիրը վերարտադրվելն է հունիսին։ Հիմա Թուրքիայի դերը, ինչպես ասացի, նվազում է եւ մեծանում է Իրանի եւ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում, ստատուս կվոյի փոփոխություն է տեղի ունենում։ Եթե այս վարչապետի խոսքերին հետևենք, ապա Հայաստանը արդեն ինքնիշխան երկիր է, եւ եթե ինքնիշխան երկիր է, ինքը այդ քարտեզը ինչի է իր վրա կպցրել եւ գնացել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման եւ ինչ-որ բան է ուզում ասել։ Ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, եթե ինքը եւ Ադրբեջանը ճանաչել են այդ սահմանները։ Երբ որ այս գործող վարչապետը խոսում է, համակարգչի կամ հեռուստատեսության ձայնը իջացրեք, որովհետեւ իր խոսքերը խանգարում է ճշմարտությունը հասկանալ։ Պարոն Դանելյան, օրերս կայացավ Պուտին-Փաշինյան բարձր մակարդակով հանդիպումը։ Փաշինյանը ներկայացրեց, որ ինքն էր նախաձեռնողը, խնդրել էր, որպեսզի Վլադիմիր Պուտինը ընդունի իրեն, թեև զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն էլ ասաց շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, գուցե դա եւ արարողակարգային էր, այդպիսի ողջունումը։ Ամեն դեպքում կարող եք ձեր կարծիքը հայտնել վերջո ում կողմից էր նախաձեռնված եւ դատելով, հանդիպման այդ նաեւ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մտքերից նպատակը ո՞րն էր այս հանդիպման, եթե Փաշինյանն էր նախաձեռնել, օրինակ շատ են ասում, որ Եվրամիության իր պատվիրատուների պատվերով էր գնացել։ Ակնհայտ է, որ երկրի առաջի դեպքերը սուտ չեն խոսում եւ Ռուսաստանի նախագահը երբ որ ասում է, որ շնորհակալություն ընդունեցիք իմ հրավերը, կամ Ռուսաստանն է հրավիրել, կամ համենայն դեպս նման ցանկություն է ունեցել Հայաստանի գործող վարչապետը եւ Ռուսաստանը ընդառաջ է գնացել եւ հրավիրել է։ Հիմա հարց այն մասին, թե ինչի համար էր այդ հանդիպումը, ակնհայտորեն Ռուսաստանի նախագահը հստակ հնչեցրել է իր խնդիրները։ Առաջի խնդիրը այն էր, որ հնարավոր չի միաժամանակ ԵԱՏՄ-ի եւ ԵԱՏ Եվրոպական միությունում լինել։ Մյուս կողմից ընտրությունների հետ կապված խնդիրներ, որ որոշ մարդկանց փորձում են ընտրություններից հանել, թույլ չտալ ընտրություններին մասնակցել։ Բնականաբար կային հարցեր տնտեսական համագործակցության հետ կապված, երկաթուղիների հետ կապված, էլեկտրոցանցերի հետ կապված եւ այդ հիմնական մտքերը հնչել են։ Նաև շատ կարևոր է լսել, թե հետագայում ինչ հարցազրույցներ են եղել։ Առաջի հերթին ես ձեր ուշադրությունը կուղեի փոխ վարչապետի Ռուսաստանի Օվերչուկի հարցազրույցը ծավալուն, որը նա տվել է 10-ին, այսինքն պաշտոնական լրատվամիջոցին բավականին երկար հարցազրույց է եւ հիմնական խնդիրները այնտեղ արդեն ավելի կոնկրետ ասված են։ Առաջի խնդիրը դա աշխարհաքաղաքական փոփոխություններն են Հարավային Կովկասում, որին դեմ է Ռուսաստանը եւ հայտնում է, որ իրենք այստեղից չեն հեռանալու։ Այսինքն աշխարհաքաղաքական ներկայությունը ունի նաև տնտեսական բաղադրիչ։ Դա նոր ատոմակայանի հետ կապված հարցերն են, ով պետք է կառուցի։ Երկրորդը երկաթուղիների հետ կապված հարցերն էին, որ իրենք դեմ են, որ երկաթուղիները հանձնեն երրորդ երկրին, որը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունի, խոսքը Ղազախստանի մասին է, թուրքական աշխարհի կարևորագույն գործող երկրներից մեկը։ Կապված են նաև հարցեր գյուղատնտեսության հետ եւ այլն եւ ուղղակիորեն իրենք ասում են համենայն դեպս Օվերչուկը, որ եթե 24 թվին 11 միլիարդից ավել առևտրաշրջանառություն է եղել, այս տարի 6 միլիարդ, եւ ուղղակիորեն ասում է, որ 5 միլիարդի պակասը դա այն պատճառով էր, որովհետև Ռուսաստանը անվստահորեն է, չի վստահում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Նաև շատ հետաքրքիր եւ շատ կարևոր միտք է հայտնում, որը
հատկապես պետք է շատ լուրջ վերաբերվել, դա այն է, որ արդեն խոսքը գնում է Թուրքմենչայի պայմանագրի մասին 19-րդ դարի սկզբում, որը կնքվել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ։ Դրա մասին խոսում է եւ Օվերչուկը, եւ շատ Ռուսաստանի պաշտոնյաներ, եւ իմիջիայլոց վաղուց դրա մասին խոսում են նաեւ Իրանում շատ բարձր մակարդակում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ իրենք ասում են, որ Հարավային Կովկասը դա ռուս-իրանական պայմանագրի հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակ է, եւ իրենք չեն պատրաստվում հեռանալ, որովհետեւ իրենց համար դա եւ ազգային շահերի առումով է կարեւոր, եւ նաեւ անվտանգության առումով է կարեւոր։ Հիմա ամենակարևոր բանը, որը Հայաստանում շատերը չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Այսինքն գնում է պատերազմ Իրանի մի կողմից եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև մյուս կողմից։ Ինչ է այդ պատերազմը։ Այդ պատերազմը աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ նույնիսկ համաշխարհային առումով, առավել եւս տարածաշրջանային առումով։ Եթե առաջ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտի էր եւ սովետական միության ժամանակ բնականաբար եւ սովետական միությունից հետո 20 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժեղացավ Թուրքիայի դերը, բրիտանացիների դերը, որոնք 100 միլիարդից ավելի ներդրումներ ունեն Ադրբեջանում եւ նաեւ Կենտրոնական Ասիայում, եւ Միացյալ Նահանգները արդեն, որը ակտը տեղի ունեցավ այդ Թրամփի ուղու միջոցով։ Հիմա այս Իրանի շուրջ ընթացող գործընթացներում մեծանում է Իրանի նշանակությունը եւ դերը։ Եթե Իրանը առաջ իրեն զուսպ էր պահում, որովհետեւ պատերազմի վտանգ կար, հիմա պատերազմը արդեն ընթանում է եւ զուսպ պահելու արդեն խնդիր չկա, արդեն բոլոր կարմիր գծերը անցած են։ Եվ պետք է հասկանան Հայաստանում, որ եթե 20 թվականի պատերազմից Թուրքիայի դերն է մեծացել Հարավային Կովկասում, հիմա մեծանում է նաեւ Իրանի դերը եւ այս դեպքերի հետ կապված ակտիվացել է նաեւ Ռուսաստանը, այսինքն Ռուսաստանը արդեն ավելի հստակ դիրքորոշումներ է հայտնում եւ սա վերելու է Թուրքիայի ազդեցության նվազմանը եւ բնականաբար Միացյալ Նահանգների առավել եւս որ Թրամփի ուղին, որ կոչվում է Թրամփի ուղի, Թրամփ բրենդը արդեն վարկաբեկված է ամբողջ աշխարհում եւ այն ինչ որ Թրամփի անուն ունի, դա ծաղրի առարկա է արդեն։ Եվ նաեւ կարեւոր պահ պետք է հասկանանք, որ այդ Թրամփի ուղին դա ավելի շուտ ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ էր, որովհետեւ այս մեծ տարածաշրջանում Միացյալ Նահանգները գործում է Իսրայելի շահերից։ Եվ ճիշտ կլներ այդ Թրամփի ուղին անվանել Մոսադի ուղի, որի խնդիրն է նաեւ Իրանը հյուսիսից շրջափակելը նաեւ եւ վերահսկողության տակ վերցնել։ Հիմա դա արդեն չի ստացվում, արդեն պատերազմ է գնում։ Այս աշխարհաքաղաքական փոփոխությունները Հայաստանում շատ մարդիկ չեն հասկանում եւ աշխարհաքաղաքական փոփոխությունները բերում են նաեւ տնտեսական հարաբերությունների միջպետական առումով փոփոխությունների։ Տնտեսական առումով նշեցիք Հայաստանի եւ Ռուսաստանի միջև թերևս տնտեսական, այսպես գերակշիռ ազդեցություն ունի էներգետիկ ոլորտում համագործակցությունը, բայց Փաշինյանը հասկացնել տվեց, որ իրենք մտածում են մասնավորապես ատոմակայանի հետ կապված, ով որ ավելի լավ առաջարկ կանի, ըստ էության նրանց հետ էլ կշարունակեն համագործակցությունը, սկզբնական շրջանում նշեց, որ Ռուսաստանի հետ են հիմիկվա ատոմակայանի հետ կապված, բայց նոր ատոմակայանի հետ կապված իմ դիտարկմամբ Պուտինին ասաց, որ հույս չունենաք, որ Ռուսաստանն է նոր ատոմակայանը կառուցելու եւ շահագործելու։ Ուրեմն առաջինը այն է, որ մենք պետք է հասկանանք, որն է այս գործող վարչապետի Հայաստանի որոշումների մոտիվները։ Իր հիմնական խնդիրը վերարտադրվելն է հունիսին։ Կստացվի դա թե չի ստացվի, կտեսնենք, ես կարծում եմ չի ստացվի եւ պատճառը այն է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե ինքը Թուրքիայի շահերն էր առաջ տանում եւ ատոմակայանի առումով եւ երկաթուղիների առումով եւ այլն, հիմա Թուրքիայի դերը, ինչպես ասացի, նվազում է եւ մեծանում է Իրանի եւ Ռուսաստանի դերը
Հարավային Կովկասում ստատուս կվոյի փոփոխություն է տեղի ունենում եւ ինքը լինելով թիրքական շահերի առաջ տանող մարդ, Թուրքիայի թուլացումը նշանակում է նաեւ իր դիրքերի թուլացումը, այսինքն ինքը երբ որ ասում է ատոմակայան, երկաթուղային կայարաններ, դա ուղիներ ում տալ, գնում ենք դեպի Եվրոմիություն եւ այլն, իմիջիայլոց Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, վերջերս ասել է ինքը չգիտի 5 տարի հետո Եվրոմիություն կլինի, թե չի լինի։ Հիմա եթե ինքը այդ շահերն է առաջ տանում վերարտադրվելու համար, արտաքին աջակցություն ստանալու համար, ստատուս կվոյի փոփոխությունը Հարավային Կովկասում բերում է նրան, որ նաև իր այդ ուղղությունն է պարտվում, այսինքն հունիսին Նիկոլ Փաշինյանի պարտությունը դա իր քաղաքական ուղու պարտությունն է լինելու եւ նաև այս այցը եւ այցից հետո այն հարցազրույցները եւ հոդվածները ռուսական պետական հեռուստաընկերությամբ եւ պետական լրատվամիջոցներով կամ մերձ պետական լրատվամիջոցներում ցույց են տալու, որ իր այդ գիծը արդեն այլևս չեն հանդուրժելու։ Պարոն Դանելյան, պատերազմը դեռևս չի ավարտել, նկատի ունեմ Իրանի դեմ հրահրված պատերազմը, դեռևս չավարտված դուք արդեն ասում եք ստատուս քվոյի վերաբերյալ, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում։ Արդյոք պետք չէ սպասել եւ պատերազմի ելքից հետո գուցե, ես չգիտեմ, հաջողվի ամերիկա-իսրայելական ուժերին հաղթել, այդ դեպքում բոլորովին այլ հակառակ իրավիճակ կլինի։ Բնականաբար ամեն ինչ հնարավոր է, բայց եկենք հետևենք, թե ինչ է տեղի ունենում եվրոպական քաղաքականությունում, ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում, իմիջիայլոց այսօր Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի շտաբի պետը լուրերի պատրաստում է հրաժարական տալ։ Պատճառը այն է, որ ինքը դեմ է կամ չի ուզում վերցնել իր վրա պատասխանատվություն ցամաքային ներխուժում իրականացնելու համար, այսինքն իրեն գնահատում են, որ դա բերելու է մեծ զոհերի եւ արդյունքների չի բերելու։ Գնալով ավելի շատ եվրոպական երկրներ հրաժարվում են իրենց տարածքը տրամադրել, որոնց միջոցով օգտագործելով Միացյալ Նահանգները հարվածներ հասնի Իրանին։ Խոսքը գնում է ռազմական օդանավականների մասին։ Մյուս կողմից Իրանը այս վերջի տասնամյակներում օրական ավելի շատ նավթ է արտահանում, ավելի շատ քան մինչև պատերազմը, եւ արդեն ինքը Օրմուզի միջանցքն է վերահսկում եւ արդեն բարձ է վերցնում, որ նավեր ուզում են անցնել, պետք է մուծեն Իրանին, այսինքն ինքը արդեն վերահսկողություն է սահմանել Հորմուզի միջանցքի վրա։ Այսինքն այս ամենը ցույց է տալի, որ այս ավանտյուրան, որին ներքաշվեց Թրամփը, դա ուներ պլան A, այսինքն փոխել իշխանությունը Իրանում, այդ պլան A-ն չաշխատեց, պլան B գոյություն չունի։ Եվ երկրորդը Իրանու հանրության մեջ այնպեսի մթնոլորտ է, որ իրենք պատրաստ են միջև վերջ գնալ եւ ամենակարևորը, որը բացահայտվեց այդ պատերազմի ընթացքում, որ վերացնելով Իրանի ղեկավարությանը Իրանի քաղաքականությունը չփոխվեց, Իրանի կառավարումը չփլուզվեց, այսինքն այն եզակի երկրներից մեկն է, որտեղ կորպորատիվ կառավարում է եւ ղեկավարների ոչնչացումը չի բերում քաղաքականության փոփոխություն կամ կառավարման փլուզում։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք կարող են նման դիմակայությանը դիմակայել։ Պարոն Դանելյան, վերադառնանք Պուտին-Փաշինյան հանդիպմանը Արցախի հետ կապված, Փաշինյանը այս դեպքում էլ չընդունեց իր մեղավորությունը, որ ինքն է Արցախը հանձնել եւ ասաց, որ Ռուսաստանի կողմից երկու անգամ հայտարարություններից հետո դա տեղի ունեցավ, ըստ էության մեղադրեց Ռուսաստանին, Արցախը հանձնելու մեջ, ինչպես եք սրան վերաբերվում, որն է այստեղ ճշմարտության հատիկը, եթե կա այդպիսին, եւ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների խնդրին անդրադառնալով եւ այդ իր կրծքին փակցված դեղին, Հայաստանի կիսատ քարտեզը ցույց տալով ասաց, որ սա է Հայաստանի տարածքը եւ Հայաստանը ճանաչվել է Սովետական միության, Խորհրդային միության տարածքով, Ադրբեջանը իբրև թե ճանաչել է եւ հակառակը, իբրև թե Ադրբեջանն էլ ճանաչվել է էլի խորհրդային ժամանակաշրջանի տարածքով, բայց չէ որ այն ժամանակ ԼՂԻՄ-ը ինքնավար մարզ է եղել եւ ամենևին Ադրբեջանի տարածք չի եղել։
Եթե այս վարչապետի խոսքերին հետևենք, ապա Հայաստանը արդեն ինքնիշխան երկիր է, եւ եթե ինքնիշխան երկիր է, ինքը այդ քարտեզը ինչի է իր վրա կպցրել եւ գնացել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման եւ ինչ որ բան է ուզում ասել։ Ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, եթե ինքը եւ Ադրբեջանը ճանաչել են այդ սահմանները։ Իսկ այստեղ բացարձակապես իմաստ չկա։ Ինչը վերաբերում է, ինչպես դուք ասացիք, ինչպես հասկանալ ճշմարտությունը, ճշմարտությունը հասկանալու համար նախ երբ որ այս գործող վարչապետը խոսում է, համակարգչի կամ հեռուստատեսության ձայնը իջացրեք, որովհետև իր խոսքերը խանգարում է ճշմարտությունը հասկանալ։ Թե ով է մեղավոր այս ամեն ինչի համար, մեղավորները ինքը ամեն անգամ տարբեր ուղղությամբ սլաքներ է ուղղում։ Մեղավոր են Արցախի ժողովուրդը, որ չկրվեցին փախան Արցախից, մեղավոր են գեներալները, որոնք դավաճան են եւ ուզում են այնպես անել, որ Արցախը պարտվի եւ Հայաստանի իշխանափոխություն տեղի ունենա, մեղավոր են ռուսները, մեղավոր են նախկին իշխանությունները, որ այս ամեն ինչը արելով իրեն փաստի առաջ կանգնեցրին եւ այդ մեղավորների թիմը ավելի շատ են։ Մեղավոր է սովետական միության այդ ներարկված հայրենասիրության մոդելը։ Այդ տեսնում եք ամեն անգամ նոր մեղավորներ են հայտնվում, բայց ինքը ոչինչում մեղավոր չի։ Դրա համար սա հերթական բաններ, որ ինքը ուզում էր ցույց տալ, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ որ Ռուսաստանն է մեղավոր։ Իր համար դա շատ ցավոտ թեմա է եւ այդ թեման իր համար միշտ բաց է մնալու եւ ինքը այդ թեմայից սարսափում է եւ ինքը իր նախընտրական քարոզությունը կառուցել է հենց դրա վրա։ Ահա տեսեք, մենք Արցախը տվեցինք, բայց դառանք ինքնիշխան։ Ահա տեսեք, եկել է խաղաղության ժամանակաշրջանը, երբ որ Ադրբեջանի նախագահը ասում է, որ ըստ էության Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, երբ որ ինքը ասում է Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց ինքը վարչապետ լինելով շրջափակում է դատարանները եւ ծեծում է, այս սահմանադրության խախտում է, երբ որ սահմանադրական դատարանի կազմն է փոխում, երբ որ ինքը հրաման է տալի, որ ինչ որ մարդկանց բռնեն, ասֆալտին պարկացնեն եւ լուսանկարները գցեն համացանցում։ Դա իր դիրքերի չարաշահում է, որի իրավունքը չունի, որովհետեւ դատական համակարգը եւ ոստիկանությունը իր հրամաններով չպետք է շարժվեն, հա։ Եվ ասենք բազմաթիվ օրինակներ կարող ենք վերել։ Այսինքն սա ցույց է տալի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Երբ որ սեռական բնույթի հայհոյանքներ է տալի ազգային ժողովի դահլիճից, երբ որ մատ է թափ տալի կամ բան է անում, երբ որ օրինակները բազմաթիվ են, երբ որ երբեք Հայաստանում այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, երբ որ ինքը սադրում է եկեղեցում եւ դպրոցական տղաների են տանում բանտարկում։ Սա էլ իր ժողովրդավարությունն է։ Այսինքն այն ամենը մենք կարող ենք երկար թվարկել, թե ինչպիսի սարսափելի դժբախտություններ է բերել այդ անձը Հայաստանի համար եւ հիմա եկել է ժամանակը, որ ինքը պետք է հեռանա, բայց ինքը չի ցանկանում հեռանա, որովհետեւ այդ ամեն ինչի համար պետք է պատասխան տա։ Եվ ընտրությունների հետ կապված դուք լավատեսորեն եք տրամադրված, պարոն Դանելյան, բայց մտահոգություններ կան, որ օրինակ կարող են այդ ձեր լավատեսական սպասումները իշխանությունների կողմից կանխվել, մասնավորապես Մոլդովայի մոդելը այս ընտրություններին կիրառելով եւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, երբ որ Վլադիմիր Պուտինը հորդորեց, որ թույլ տվեք նաեւ ռուսամետ ուժերին կարողանան մասնակցել այդ մարդիկ ընտրություններին, թե որպես ընտրողներ եւ թե որպես մասնակիցներ, այսպես շփոթեցնող ինչ որ պատասխան տվեց, բայց գուցե Ռուսաստանի նախագահն էլ է դիտարկում այդ մտահոգությունը եւ մտածում է, որ կգնան այդ քայլերին, մանավանդ որ Փաշինյանի համար կանաչ լույս է Եվրամիությունից վառվել։ Ուրեմն, երբ որ մարդիկ խոսում են մոլդովական սցենարի մասին, շատ լավ կանեն, որպեսզի քարտեզը վերցնեն եւ ուսումնասիրեն, որտեղ է գտնվում Մոլդովան, որտեղ է գտնվում Հայաստանը։ Հայաստանի հարևաններն են Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, որի հարաբերությունները բավականին սրված են Եվրամիության հետ։ Մոլդովայի հարևանը Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինան է եւ ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան, չէ՞։ Այսինքն տեսնում եք ինչպիսի տարբերություն կա։ Եվ այն ինչ որ հնարավոր է Մոլդովայում, հնարավոր չի Հայաստանում։ Երկրորդը ըստ բոլոր սոցհարցումների բաց եւ փակ
Փաշինյանը վերարտադրվելու որևէ հնարավորություն չունի եւ գնալով իր դիրքերը ավելի են թուլանում, այն ամենից հետո ինքը ինչ որ անում է փողոցներում, այսինքն ինքը գիտի իրական թվերը, փորձում է նորից 18 թվականի էֆեկտը ստանալ, որ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ահա տեսեք, վատ է հագնվում, պերաշկի է ուտում իրենց նման եւ այլն, բայց դա չի ստացվում։ Եվ տարբերակ ինքը չունի, Մոլդովայի տարբերակ Հայաստան չի աշխատի եւ շատերը խոսում են նաեւ նրա մասին, որ կարող է ինքը ընտրությունները կեղծել։ Այդ մարդիկ չեն հասկանում, ինչ է նշանակում ընտրությունները կեղծել։ Դա բարդագույն մենեջմենտ է պահանջում։ Մեծ հազարավոր անձերից կազմված թիմ է պահանջվում, որը պետք է ընտրությունները կեղծեն եւ պահանջում է մարդիկ, խարիզմատիկ դեմքեր, ինչպես Վազգեն Սարգսյանն էր, Վանո Սիրադեղյանն էր, որոնք այդ թիմը գլխավորեն եւ ասեն մենք առաջից գնում ենք եւ պատասխանատու ենք։ Այդ ձևի անձեր, այդ ձևի մենեջերներ Նիկոլ Փաշինյանը իր կողքը չունի։ Այսինքն ընտրություններ կեղծելը դա չափազանց բարդագույն աշխատանք է։ Եվ նույնիսկ 96 թվականին, երբ որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, նույնիսկ Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի պարագայում մենք տեսանք ինչ հետևանքներ դա ունեցավ եւ արդյունքում 2 տարի հետո իշխանությունը այնուամենայնիվ փոխվեց։ Նույնիսկ այդ պարագայում այս անձնավորությունը նման թիմ, նման դեմքերի շուրջը հավաքված, որոնք պատրաստ են ռիսկի գնալ եւ այդ հազարավոր մարդիկ, որոնք հանուն ինչ որ գաղափարի փորձեն ընտրությունները կեղծել, գոյություն չունեն։ Իսկ հիբրիդային պատերազմների արագ արձագանքման խումբը, որ Եվրամիությունը գործուղել է Հայաստան, չի կարող որպես այդպեսին լինել, ծառայել։ Ես չեմ հասկանում ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ եւ եվրոպական արագ արձագանքման խումբը ինչ պետք է անի Հայաստանում, հա, ասենք ինչ որ դիտորդներ են գալու, ինչ որ դիտելու են բան, իրանք ինչ պետք է փոխեն, իմ համար դա անհասկանալի է։ Չէ, այդ խումբը ինչ է, այդ խումբը զորք է, այդ խումբը սպեցնազ է, այդ խումբը եսիմ դեղ օթապարիկներով իջնելու են Երևանի կենտրոնում, ինչ պետք է անեն, ես չեմ հասկանում։ Այսինքն այդ խումբը ոչ մի բան է։